Բարի օր, ժողովուրդ ջան։ Ուրեմն մեր ժողովուրդը sense մի բան կա էլի։ Բոլորն էլ խոսում են միասնությունից։ Բոլորը, որ հայերը միասնական լինեն, մենք sense կանենք, մենք անենց կանենք։ Բայց հենց մեկի տեղը մի քիչ նեղանում է, վերջ, աշխարհի վերջն է գալի։ Հիմա այսօր մի քանի բաներ եմ ուզում հիշացնեմ։ Երբ Սիրիան ոչնչացվում էր այդ պետությունը, ընդ մի հատ թուրքերը ռուսական ինքնաթիռ վերգցեցին, օպանա, վսե պամիդորի, բոլորը փակել, ամեն ինչը, թուրքերը պետք է սովից մեռնեն, հայերն էլ Հայաստանում ուրխանում էին, այս ինչ լավ բան եղավ, էսա Ռուսաստանը Թուրքիային սովա մահկանի, Ռուսաստանը որ Թուրքիայի պամիդորը չառնի, թուրքերը մեռնելու են, կոտորվելու են, մեզ համար էլ այնքան լավ է լինելու, որ էլ չասես։ Այդ մեկ էպիզոդ, հիշում եք չէ բոլորդ էլ։ Չանցավ 10 օր, հենց իրենք խնդրեցին, որ Թուրքիայի հետ նորից եղբայրանան։ Հիմա այսօր նման մի բան է կատարվում, ասենք, Հայաստանի հետ։ Երբ Հայաստանը ուզում է, այ մարդ, անկախ քաղաքականություն վարի, էլի էս պետությունը ուզում է պետություն դառնա, անկախ քաղաքականություն։ Նրանք չէ, փակում են բոլոր պամիդոր, բան, էս մի բան, հայերը արդեն լացը դրել են, լարսում, սովա լինելու, այս ֆուրեքը որ չլինեն հայերը սովից կոտորվեն, այս մի բան, հարգելի ֆուրի վարորդներ, ուրեմն ես չգիտեմ ձեր տարիքը բան, բայց ես ասեմ, լարսի ճանապարհին ես աշխատել եմ 89 թվից մինչև 92 թիվը։ Ես այդ լարսը լավ գիտեմ, այն ժամանակից էլ, սովետի ժամանակից մինչև հիմա ոչ մի բան չի փոխվել հայ ազգի համար։ Իմ ժամանակ, երբ որ ես էի աշխատում այդ ճանապարհի վրա, հին, իմ տարիքի մարդիկ, 65-65-65-ից բարձր մարդիկ, բոլորը կհիշեն, մենք սկի լարս էլ չէինք հաշնում։ Մենք սկի լարս էլ չէինք հասնում մեր իշխանությունների տխմար քաղաքականության պատճառով, մենք լարս էլ չէինք հասնում, մենք մի հատ Վրաստանում էինք թալանվում, նվաստացվում, մինչև լարս էինք հասնում, էլ սկի բան էլ չէր մնում, հիշում եք, թե չեք հիշում, կամ է միանից, Սուրամով որ գալիս էին, սկի Վրաստան էլ չէին հասնում, Աբխազիայում բանում մեր մեքենաները, բանա, սաղ մի հատ լրի վարորդներից հետ սաղ թալանվում էին։ Ժողովուրդ, սա գիտեք ինչի համար է, սա հենց այդ անկախության մասին է, որ մենք պետություն չենք ուզում դառնանք, լարսում ֆուրի շոֆերնա պետության ղեկավարը, այս մի տեղը այն մեկնա, այն մեկը գնում է ռուսին, սլավա ռասի, այս մի բան, ժողովուրդ ջան, Ատես չի, մենք պետք է դառնանք պետություն, որ մեզ հետ պետական մակարդակով այդ ամեն ինչը լինի, ոչ թե ֆուրի վարորդները որոշեն, որ ահա, իմ բիբալը թող չարին տանեմ Մոսկվա, տանեմ Կրասնոդար վաճառեմ, մեր պետության ղեկավար չի, դավայ, ընտրենք ես մեկին, որ մեզ թողանեն լարսով անցնենք, քանի որ դրանք էլ արդեն հայտարարել են, որ մենք լինենք լարսում, ձեզ կանգնացնող չի լինելու։ Ժողովուրդ ջան, լավ մարդ ինչքան կարա այսքան միամիտ լինի։ Ադրբեջանը, ուրեմն Ռուսաստանից եւ Ղարաբաղը պոկեց ձեր աչքի առաջին, ես պետքա չասեմ, որ դուք իմանաք, եւ ինքը պոկվեց Ռուսաստանից։ Հիմա պետական մակարդակներով Ռուսաստանը իրա վախից Ադրբեջանի հետ союзнический отдельный договор անում, դա արդեն նշանակում է, որ Ադրբեջանը պետություն է։
Իսկ մեզ հլը դեռ չի համարում, որ մենք պետություն ենք, մենք, մեր ժողովրդի պատճառով, մեր հայերի պատճառով, մեր դոդերի, մեր Սամվելների, մեր Քոչարյանների պատճառով մենք պետություն չենք դառնում։ Մեր Լարսի շոֆերների, մեր այս մեկերի, մեր են մեկերի համար մենք պետություն չենք դառնում։ Հասկանում եք։ Մեր Ռուսաստանի հայերի, մեր Ամերիկա հայերի, Եվրոպա հայերի, դրանց պատճառով պետություն չենք դառնում։ Մենք խանգարում ենք, մենք թույլ չենք տալի։ Մենք չենք կանգնում մեր պետության մեջքին, մեր պետականության մեջքին չենք կանգնում, ազգ ջան։ Մենք չենք, դրա համար է պետություն չէ, մենք պետք է դառնանք պետություն, որ ամեն մի պետական պայմանագիր ոչ մի պետություն չկարողանա խախտի, մենք ապրենք պետական, միջպետական օրենքներով, ոչ թե Լարսի շոֆերը ընդեղ Իրանից բան, այսօր Հայաստանում, ես Ռուսաստանից դե գիտեմ, լավ իմանալով, որ Լարսում հայտարարացել է, որ բանջարեղ է, նա էս մի բանա, թույլ չեն տալի, կոնյակ, բայց էլի վարորդը բարձում է, վնադեժն է դուսա գալի գնամ, մի 40 օր կաղնեմ, այդ ընթացքում գուցե բաց թողեմ։ Հասկանում եք, ու հետո ասում ենք 40 օր ընդե կայնում ենք, այս մի բան, բա ինչ պետք է լինի։ Ամեն մարդ ինքնա որոշում, ինքնա պետության ղեկավար, ինքնա էսի ինչ, իրա, հասկանում եք, չի կարելի նման կերպ, մենք պետք է դառնանք պետություն, եթե չդառնանք, ոչ մի լավ բան չսպասեք, ոչ Լարսից, ոչ Վրաստանից, ոչ Իրանից, ոչ մի տեղից, ոչ Թուրքիայից, ոչ Ադրբեջանից, ոչ մի հարևանից, ոչ մի Եվրոպայից, եթե մենք չդառնանք պետություն, մենք չապրենք պետական օրենքներով, պետությունը պայմանագիր պետք է կնքի, ասենք, Ռուսաստանի հետ, պետությունը պետք է պայմանագիր կնքի Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրոպայի պետությունը, ոչ թե ամեն մարդ ինքը ասի, ես եմ պետությունը, ես սենց եմ ուզում, պետք է սենց լինի։ Հիմա այսօր այդ դրությունն է։ Կրակն ենք ընկել, որ այս անդեր հեռախոսներն էլ բան են արել, ամեքի ձեռը դրել, բոլորս մեկս մեր օրենքն ենք ուզում մտցնենք, ամեն մեկս։ Լավ եկեք մի քիչ էլ պետության կողքը լինենք, էլի ժողովուրդ ջան։ Եկեք ունենանք անկախ պետություն, անկախ պետությունում էլ իշխանությունը ընտրում են։ Ընտրենք իշխանություն, լինենք անկախ պետություն, որ այդ ամեն հարցերը պետական մակարդակով լինի։ Ինչի ես դու որոշում, թե կարող է գնաս Լարս, ընդե գայիշնիկներին կամ վրացական կամ ռուսական մի 50-100 հազար փող տաս կարող է անցնես։ Ինչի ես դու որոշում պետք է տենց լինի։ Դու որոշում ես հետո բողոքում, որ մենք 40 օր ստե կայնած ենք։ Իմ աղբորս տղեն էլա, քանի անգամ եկել է մոտս Կրասնոդար։ Ասետինների գայիշնիկին 40-50 հազար փողատալի, ինձ 1000-2000 հատ ֆուրը կաղնած 40-50 հազար փողատալի, քշում են տանում է առաջի օջերը անցնում է, փողը չի տալի 40 օր կանգնում է։ Դուք չեք անում, դուք եք որոշում ձեր կյանքը։ Դուք չեք ենթարկվում պետությանը, պետական օրենքներին, հետո բողոքում եք, ընկնում եք քաքի մեջ, նորը սկսում բողոքելը։ Եթե պետության հետ պրոբլեմա, ուրեմն պրոբլեմա։ Ես ինչի համար սկզբից ասեցի Թուրքիայի, Ռուսաստանի միջև են միջաբեր, որ եղավ սամալյոտը վերգցեցին թուրքերը, փակեցին։ Ինչա, Թուրքիայի նավերը գալիս էին Ռուսաստանի սահմանում ամիսներով կանգնում, փակեցին պետությունը թույլ չի տալի, ոչ մեկը դուրս չի գալի։ Իսկ դուք համգի իմանում եք, որ փակացա, համ քշում գալիս եք։ Փողը կտանք կանցնենք։ Չկա էլ սովետական միությունը չկա։ Հասկանում եք, դուք են բանով եք, Ռուսաստանում էլ մի քիչ այդ բաները դեռ կա, որ կարելի է գայիշնիկին փողը տալ անցնել, ես մի բան ասես, փողը տալով գնալ, ու միտեղ լռվել։ Ու վերջ։ Ու մեղադրել սեփական պետությանը։ Հասկանում եք։ Մի արեք։ Բերեք մի անգամ դիմանանք։ Իրականում ունենանք պետություն, որը կախված չլինի Կրեմլից, որը կախված չլինի Վաշինգտոնից, որը կախված չլինի Թուրքիայից, որը կախված չլինի Եվրոպայից։ Բերեք մի անգամ ունենանք այդ պետությունը ու հետևենք պետական օրենքներին ու օրենքներով ապրենք ժողովուրդ ջան։ Կտեսնեք, որ ոչ մեկը չի ասի, ես գազը թանկացնում եմ, ես մի բանը սենց եմ անում, մի բանը նենց եմ անում։ Կտեսնեք, որ ոչ մեկը չի անի այդ բանը։ Այսօր էլ այդ բանը ինչի համար են անում։
Ասում եմ կամ իմ մարդը պետք է ընտրվի Հայաստանում ղեկավար, կամ էլ թե չէ գազը թանկացնում եմ, գազարը չեմ թողում մտնի Ռուսաստան, այս մեկը չեմ թողում, այն մեկը չեմ թողում։ Հենց անօրինական։ Միջև մի ասում է իմ բանն ես, վասալն ես, թույլ եմ տալի բերես վաճառես, ես մի բան անես, մի բան անես։ Դե խորենքով չի, ոչ մի բան։ Եթե ասում է ինչ չես ենթարկում, չեք ուզում իմ մարդը լինի ձեր երկրի ղեկավարը, ուրեմն թույլ չեմ տալի, վերջ։ Բա օրենքները հորդ է մնաց։ Ինչ, որովհետև չկա։ Միջև հիմա որ ասում են մենք անկախ պետություն չենք, դրա համար ենք ասում։ Եկեք մի անգամ ժողովուրդ ջան դիմանանք, միջև վերջ դիմանանք, ոնց որ Ադրբեջանը դիմացավ 30 տարի։ Ռուսաստանից եւ Ղարաբաղը պոկեց, եւ ինքը պոկվեց Ռուսաստանից։ Ադրբեջանը, այո, չասեք, ես գովազդում եմ, ես աչքովս տերում եմ, որ նա արդեն պոկված է Ռուսաստանից։ Վերջ։ Պետության հոտա գալի արդեն նրա վրից։ Որովհետև անկախ է։ Կարող է կախված է Թուրքիայից, Թուրքիան էլ իրանց եղբայր պետությունն է, կախված լինեն, չլինեն, դա մեզ չի էլ հետաքրքրում։ Հասկանում եք։ Եղբայրական պետություն։ Իսկ մեզ չունենք եղբայրական պետություն։ Չունենք, մեզ այդպես պետություն չկա, որ մենք նրան համարենք մեզ եղբայրական։ Մեզ եղբայրականին մեզ հետ այս հենց են վարվում։ Երբ ուզում են ճամբարը բացում են, երբ ուզում են փակում են։ Իրանց ասածը չես անում, փակում են։ Իրանց ասածն անում ես, կարող է բացեն մի ժամանակ։ Բայց էդ էլ արդեն քո վերջն է։ Վերջ։ Մտածեք ժողովուրդ ջան, մտածեք։ Նոր այդ ֆուրի շոֆերներից երկուսը ինձ գրել են, քո երեխան է սոված մնալու, այն հա ինչ անեմ։ Ասենք թե սոված եմ մնալու, գնամ պարկեմ տակը, ասեմ դավայ, ինչ ուզում ես արա ինձ հետ, հա։ Ինչա սոված չմնամ։ Մի քիչ անհասկանալի է, էլի, անհասկանալի է, մարդիկ անհասկանալի են տրամաբանում։ Ադրբեջանը 19 թվից, գիտեք թե հիմարա, որ իր սահմանները փակել է, բոլոր ճանապարհները փակել է, չի բացում, որովհետև ուզում է անկախ պետություն դառնա, դրա համար էլ փակել է։ Հասկանում եք։ Դրա համար էլ փակել է իր ճանապարհ բոլորի նկատմամբ, բոլոր հարևան երկրների։ Չի տուլ տալի մի հատ մեքենա մտնի դուրս գա։ Օթով թռեք, անցեք։ Որովհետև ուզում է անկախ պետություն, գիտի որ բացի այսպես մտնելու են, ոնց որ այսօր Հայաստան են մտնում 100,000-ներով, 200,000-ներով, ուզում են պետությունը քանդեն, դրա համար։ Ես դաժե նույնիսկ մտածում եմ մի օր հնարավոր է արդեն ես որ տենամ արդեն բանից անցնում է, Փաշինյանին ասեմ, փակի, օդն էլ փակի, բանն էլ փակի, բայց պետություն սարքի, որ մենք լինենք պետություն, անկախ պետություն։ Ինչ ասեմ, էլի ասելու են, բա մեր ծիրանը որտե տանենք ծախենք։ 50 դրամով ֆուրի շոֆերին ծիրանը վաճառում եք, 50 դրամով, բայց Հայաստանի մչին ծիրանը վաճառում եք 500 դրամով։ Եթե Հայաստանի մչին 150 դրամով վաճառեք, մի հատ ծիրան չի մնա, որ դուք տեղափոխեք բան Ռուսաստան։ Հասկանում եք, 50 դրամով կտակ ֆուրի վարորդին, ֆուրը տանի Ռուսաստան, ինքը փող աշխատի, միլիոններ աշխատի։ Բայց Հայաստանի մչին էժան չեք վաճառի, որ մարդիկ էժան առնեն, եւ չիրանեն, եւ վարենյանեն, եւ կամպոտ անեն, չեք վաճառի։ Հասկանում եք, գալիս եմ Հայաստան, տենում եմ ծիրանը Կրասնոդարից թանկ է։ Կրասնոդարում ավելի էժան է հայկական ծիրանը, քան գալիս եմ տենում Իջևանում է ծիրանի գինը, ավելի թանկ։ Ինչ ասեմ ժողովուրդ ջան, այդպես բաներ էլ ալինում։ Մի խոսքով, կամ պետք է ամպերենք պետություն դառնանք, կամ էլ թե չէ այսպես վասալի նման միշտ պետք է ենթարկվենք, վախենանք, որ սովի կմատնվենք, այս մի բան է մի բան։ Ոնց որ Ղարաբաղցիք, իմացան թե ռուսը իրանց պաշտպանելու է, կորցրին իրանց տուն, տեղ, ամեն ինչ արին։ Ինչ արին։ Ղարաբաղի ֆուրերը միջև Մոսկվա գալիս էին, հիմա չեն գալի։ Չի կարելի ուրիշ երկիրը ոնց պահանջի, որ մեր պետությունը նենց անի։ Դա արդեն պետության հոտ չի գալի։
Հիմա ասում է ռեֆերենդում անեն։ Հայերը պետք է ռեֆերենդում անեն շատ կարճ ժամանակահատվածում։ Եթե չանեն, ինչ եք անելու։ Փակեք այմար, փակեք, հայ ազգն էլ իմանա։ Փակա, ձեր սահմանը փակա, հայ ազգն էլ իմանա իրա ֆուրը որտեղ քշի, որտեղ տանի հանձնի, ինչ անի։ Հասկանում եք։ Փակեք, այմար, փակեք։ Թողեք, թող փակեն։ Հայ ազգը մոռանա, որ կա տենց պետություն, գոյություն ունի տենց պետություն։ Այ ժողովուրդ ջան, չգիտեմ, ձեզ մատա։ Կարող է ես սխալ եմ մտածում, բայց ես սենց եմ մտածում։ Ես սենց եմ մտածում։ Մենք կամ պետքա դառնանք պետություն, կամ էլ եկեք դառնանք Բելորուսի նման, Թաթարստանի նման, ոնց որ թաթար ռուբոներ ասում։ Այդպես մի բան, ու մեզ լավը զգանք, միջևան Ղարաբաղի նման չքշեն։ Վաղնել քարտեզներ տան Ադրբեջանին, իսկականից ասեն, սա Երևան չի, սա Իրիվան է, քշեն ու պրծնեք, էդ եք ուզում։ Հիմա այսօր իրանց բաները, ենա Սամվել, Դոտ, Քոչարյան, ինչ են ասում։ 300,000 ադրբեջանցի պտի գա։ Արա դա ծրագրեր է, ծրագրեր, Կրեմլից տված, իրանք էլ կարդում են։ Սենց ենք անելու։ Վաղը քարտեզներ ա տալու, ասելու է իրանցնա, թուրքն էլ նա գալու է, թուրքը հող սիրող է, հայեր ջան։ Մենք մեր ստամոքսը ու մեր փորն ենք սիրում։ Դոտին նման ասենք, այս սենց է, ես ամբողջ աշխարհի սաղին ճանաչում եմ, ես մի բան, կերած խմած մարդ եմ, ես եմ Սամվել Կարապետյանի նման, ես կուշտ մարդ եմ։ Հասկանում եք։ Ոչ մեկը չի մտածում պետության մասին։ Հայ տենց կուշտ մարդիկ են։ Լավ մնացեք ժողովուրդ ջան։ Փաշինյանը ճիշտ ուղու վրա է, Փաշինյանը երգիրը տանում է անկախացման։ Կրկնում եմ, փակում են, թող փակեն։ Ոչ մեկը տել մի վախեք։ Որ փակեն, որ Թուրքիան քանի տարի է փակա։ 100 քանի տարի փակա, չէ։ Չեք գնում, չէ, Հայաստանով Թուրքիա։ Ինչ ա եղել։ Մենք մեռել ենք, ապրում ենք, չէ, նույն ձև։ Հիմա որ դեսնել փակվի, կարող է մեռնենք։ Մեր ապրանքը։ Ես օրինակ, Հայաստանի ծիրանը, լուբ ցանկացած ապրանք։ Լրիվ կարելի է Վրաստանում իրացնել։ Լրիվ։ Հետո մեր հայկական ծիրանը կդառնա Վրաստանի ծիրան ու կգնա եւ Ռուսաստան, եւ կամ Չատկա կհասնի, ամեն տեղ էլ կհասնի։ Ինչ ա եղել, որ այն ժամանակ, որ վրացիների վիճակը վատ էր, ինձ վրացիները գրել են, ես դրա համար եմ ասում, սա պատահական չեմ ասում։ Այն ժամանակ, որ վրացիների վիճակը վատ էր, վրացական մի լիտր գինի մնում էր, լրիվ հայկական գինու տակ չէր գնում ամեն տեղ։ Ժողովուրդ ջան, մի խոսքով, կարևորը, որ պետականություն ունենաս, վասալի կարգավիճակով, այսօր սենց է, այսօր այդ մի հատ պահանջ ընդունեցիր, վաղը ուրիշ պահանջ է ներկայացնելու։ Հասկանում եք, վաղը ուրիշ պահանջ է ներկայացնելու։ Եվ վերջ, ոչ մի բան չեք կարալու անեք։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, մինչ երեկո։